Պարոն Քոչարյան, հարցս վերաբերում է 7 շրջաններին, հնարավոր էր արդյոք այդ 7 շրջանները պահել, չհամարելով դրանք բանակցությունների առարկա, փոխզիջման առարկա, եւ շարժվել մոտավորապես այն ուղղությամբ, ինչպես շարժվեց Ռուսաստանը Դոնեցկի ու Լուգանսկի շրջանները վերամիավորելու հարցում, այսինքն 7 շրջանները համարել Արցախի անբաժանելի մաս եւ դրանք մեկտեղ ճանաչել Հայաստանի մեջ մտցնել եւ չսպասել աշխարհի ճանաչմանը կամ Ադրբեջանի ճանաչմանը։ Հիմա նայեք, եթե վերցնեք Ռուսաստանը 150 միլիոն բնակչությամբ աշխարհի ամենից զոր բանակներից մեկը ունեցող երկիր, Ուկրաինան ասում են 40, բայց իրականում այսօր բոլոր փորձագիտական գնահատականները մոտ 25 միլիոն բնակչություն։ Եվ Ռուսաստանը աշխարհի ամենից զոր ատոմային պոտենցիալ ունեցող երկիրն է։ Հիմա եթե մենք այդքան ունենայինք, իհարկե այդպես կան։ Ուղղակի մի կասկածեք, իհարկե այդպես կան։ Բայց այնինչ որ դուք ասում եք, հենց մենք հայտարարում էինք այդպիսի մի տարբերակ, սա նշանակում է, որ այլևս բանակցելու թեմա չկա, դա Արցախ-Հայաստանը եւ վերջ մոտարապես հետևանքները սա են լինելու։ Սա կլներ ուղղակի արկածախնդրություն, որի հետևանքը կլներ պարտություն։ Սա արվեց 20 թվականին, 19 թվականին։ Մենք լավ գիտակցում էինք, որ պատերազմը, երկարատև պատերազմը պրոբլեմային է մեզ համար։ Իսկապես պրոբլեմային է։ Դուք կամ պիտի այնպիսի դաշնակից ունենաք, այնպիսի հարաբերություններով, որը պատրաստ է այդ պատերազմի ժամանակ ամբողջությամբ կանգնել քո թիկունքում եւ մարդկային ռեսուրսով եւ ամեն ինչով եւ նյութական ռեսուրսներով։ Եթե դա չկա, ուրեմն դու պետք է շատ ավելի ճկուն լինես եւ փորձես բանակցային գործընթացով արդեն ստանալ այն, ինչը հնարավոր է ստանալ։ Մեր մոտեցումը սա է։ Դուք նայեք, կարող է մեր խելքը չի կտրել, ասենց հայտարարեինք, ասեինք, սու Ղարաբաղ Հայաստանը եւ վերջ։ Կարող է օրինակ ես Ղարաբաղ նախագահ ընտրվելուց ինագուրացիան ասենց ցանկություն չեմ ունեցել ինագուրացիան անել Շուշիում։ Դա չենք արել, չէ՞։ Մենք այն ժամանակ երբեք չենք փորձել նույնիսկ այնպես անել, որ Թուրքիային մասնակից սարքենք այս հարցին։ Միշտ փորձել ենք Թուրքիայի հետ շատ ավելի ճկուն էինք։ Ես հիշում եմ 20 թվականի ամռանը Թավուշում սահմանային այդ բանը մենք ինչ սարքեցինք, հայտարարություններ, որ թուրք-ադրբեջանական տանդեմ մենք հաղթեցինք, մեր բանակը ամենից զոր բանակն է եւ այլ եւ այլ։ Մեր բանակը ավելի մարտունակ էր, քան Ադրբեջանի բանակը։ Բայց համեմատության եզրեր չկա պոտենցիալով թուրքական բանակի հետ։ Եվ դա սարքել Սարտարաբադ 72 հատ մարտական խաչ տալ Սարտարապատում սեպտեմբերի։ Սա ոնց որ էլի գրգռես անընդհատ, sense Թուրքիային ասես մի հատ միացեք Ադրբեջանի հետ։ Միացեք, այս հարցը լուծեք, այս հայերը մեզանից ինչ են ուզում։ Ու ես մինչև այսօր ես չեմ հասկանում։ Մի մարդ չի հայտնել, որ ասի չի կարելի, մի արեք դա։